2018 թվականից ժողովուրդ ջան, մենք մի միլիարդ դոլարի աջակցություն ենք ցույց տվել տարբեր ծրագրերով, տարբեր քաղաքացիների իրենց բնակարանային հարցերը լուծելու համար, կամ բնակարան ձեռք բերելու համար, կամ բնակարանը ռենովացիայի ենթարկելու համար, այդ թվում սահմանամերձ գյուղերում իրականացվող 16 միլիոնի ծրագիրը։ Մենք այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին 50 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունում տուն առնեն եւ տնավորվեն։ Առաջիկա 10 տարիներին մենք 800 միլիարդ դրամի աջակցություն ենք պլանավորում Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրներին իրենց բնակարանային խնդիրը ապահովելու համար։ Բայց այսօր Հայաստանում կան ուժեր, որոնք չեն ուզում այդ մարդկանց թողեն, որ այդ մարդիկ տնավորվեն։ Անընդհատ ուզում են իրենց պահել, այդ մարդկանց պահել պանդուխտի եւ գաղթականի տրամաբանության մեջ, որ մարդիկ իրենց Հայաստանում անդած գան ճամփի վրա, որպես մի կանգար ժամանակավոր։ Ես էլի դիմում եմ Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրներին 800 միլիարդ դրամի ծրագիր ենք իրականացնում։ Դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում, դիմեք Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Դուք եւ ձեր զավակները պետք է ապրեք ձեր հայրենիքում, իսկ հայրենիքը պետությունն է, Հայաստանի Հանրապետությունը։ Նոր որակի պետություն եւ պետության վերել։ Ահա, էսա մեր բարձրագույն խնդիրը։